Թրամփը գնաց հարավային Կորեա, Չինաստանի prezidentն եկավ այնտեղ ավիաբազայում հանդիպեցին, մոտ մի ժամ 40 րոպե խոսացել են, երկուսն էլ ժպտալով դուրս եկան, ուրեմն ամեն ինչ լավ էր գնացել։ Հետո օթանավի մեջ Թրամփը սկսեց պատմել, չինական բանն իր press release-ը արեց դրական ձևով։ Կարճ ասած մի քանի թեմաներ կար, որ երկուսին էլ հետաքրում էին։ Չինաստանի համար առաջին խնդիրը նա որ այս տարիֆների հարցը լուծվի, այդ բարձր տարիֆները խանգարում են իր ապրանքներին մրցակից լինել Միացյալ Նահանգների շուկայում, եւ Ամերիկայի համար նույնպես խանգարում էր այն հանգամանքը, որ տարիֆների պատճառով կամ ընդհանրապես Չինաստանը հայտարարել էր, որ երկու ձևով էր խփում Ամերիկային, մեկը որ այդ հազվագյուտ մետաղների կամ միներալները վաճառքը դադարեցնելու է, իսկ դա նշանակում է շատ վատ տեխնոլոգիայի իմաստով, բատարիաներ սարքել եւ այլն, համարյա բոլոր օթանավների մեջ ռազմական եւ ոչ ամենի մեջ այդպեսի հազվագյուտ մետաղներ կան։ Ամերիկան արդեն սկսել էր աշխատել Ավստրալիայի հետ եւ այլն, որպեսզի այնտեղ սկսեն արտադրել կամ ուրիշ մեթոդներ գտնեն, տեխնոլոգիաներ, որ առանց դրանց կարողանան գործ անել, որոշտեղ օրինակ գերմանացիները հետ ուղղությամբ էր աշխատում։ Բայց այսօրվա բան չի, այսինքն մի օրվա լուծող հարց չի սա, եւ դա մեծ խնդիր էր իրանից ներկայացնում։ Սո Ամերիկայի համար սա մեծ խնդիր էր, այդ հարցը լուծեցին եւ Չինաստանը համաձայնվեց շարունակի վաճառքը։ Երկրորդը Չինաստանը, որ հրաժարվել էր առնել ամերիկյան սոյան, ես մի հաղորդման մեջ վերջի ասեցի, թե դա ինչքան վնասեց Թրամփի հետևորդներին եւ Թրամփի վրա սկսեցին ճնշում գործածել։ Չինաստանը նորից համաձայնվեց գնել սոյա,